Փառատոնում ներկայացված ֆիլմերը հիմնականում ինչ ոլորտի, ինչ շեշտադրումներ ունեն, սոցիալական են։ Դա Թուրքիայի կյանքն է, Թուրքիայի այսօրն է, սոցիալական ֆիլմեր են, գեղարվեստական ֆիլմեր են, սոցիալական տեսահոլովակներ կան, կա մուլտիպլիկացիոն կինոնկարներ, կան շատ սուր վավերագրական ֆիլմեր մարդու իրավունքների մասին։ Պիտի ասեմ, որ մենք վավերագրական ֆիլմերը առանձնացրել ենք եւ ուզում ենք մի առանձին ծրագրով ներկայացնել վավերագրական ֆիլմերը։ Ֆիլմերի առանցքում այսօր Թուրքիայում ապրող մարդն է իր հոգսերով, իր խնդիրներով, իր հայացքներով։ Իսկ կա արդյոք Թուրքիայում ապրող հայի մասին պատմող որևէ ֆիլմ։ Մենք բացման արարողության ժամանակ արտամրցութային ծրագրում ներկայացնելու ենք Հատիկներ ֆիլմը։ Հատիկներ ֆիլմը պատմում է հայ համայնքի մասին Թուրքիայի եւ հեղինակն էլ հայ է։ Հայ-թուրքական հարաբերությունների ներկա լարված իրավիճակում ինչքանով եք կարծում այդ ֆիլմերի, այդ փառատոնի անցկացումը ինչպես կընդունվի Հայաստանի հասարակության կողմից։ Մենք ընձեռել ենք այդ հնարավորությունը, որովհետեւ մեր քաղաքացիները ծանոթանան թուրքական կինեմատոգրաֆին, այսօրվա կինեմատոգրաֆին, ծանոթանան այն հարցադրումներին, որոնք անում են թուրք արվեստագետները։ Սա առաջին հերթին բացի Հայաստան-Թուրքիա այդ մշակութային կամուրջը նաև ճանաչողական նպատակ ունի, որովհետև մենք ապրում ենք կողք կողքի, բայց մեր միջև կա մեծ պատնեշ։ Մեր այս նախաձեռնությամբ մենք փորձում ենք փոքրիկ ճեղքում անել այդ պատնեշի հարցում։ Արդյոք կան ծրագրեր, որպեսզի Հայաստանի ֆիլմերի ցուցադրություն կազմակերպվի Թուրքիայում։ Այսօր էլ պատրաստ ենք դա անել եւ ավելին ուզում եմ ասել, որ մեր թուրք գործընկերները իրենք իսկ ունեն մեծ ցանկություն դա անելու Թուրքիայում անցկացնել հայկական ֆիլմերի փառատոն։ Սակայն ամբողջ խնդիրը մեր մեջ է։ Մենք անցյալ տարի ստացանք 6-7 հայտ եւ բոլոր հայտատուները բացի մեկից հետ վերցրեցին իրենց հայտերը։ Երևանի կամերային պետական թատրոնի հետ ունեինք պայմանագիր, վարձավճարը փոխանցվել էր, մենք գովազդային աշխատանքը սկսել ենք, մարդիկ արդեն տեղեկացել են, սակայն Երևանի կամերային թատրոնը միակողմանի լուծարել է պայմանագիրը եւ մեզ փաստի առաջ կանգնեցրեց։ Ինչ պատճառաբանությամբ։ Պատճառաբանություն չկա, փառատոնը տեղի ունենալու մարտի 25-ին Ալեք Մանուկյան 9 հասցեում ամերիկյան համալսարանի կենտրոնում ժամը 17:00 բացումը կլինի փառատոնի, առաջին մասով մենք կամփոփենք առաջին փառատոնի արդյունքները, կհանձնվի առաջին փառատոնի հաղթող ռեժիսորին փառատոնի միակ անվանակարգը, միակ մրցանակը, հանդիսատեսի մրցանակը, իսկ երկրորդ բաժնում մենք արդեն կունենանք արտամրցութային 3 ֆիլմ եւ 10 մրցութային ֆիլմեր։ Ֆիլմերի դիտումներից հետո մեր հանդիսատեսը կքվեարկի եւ երկրորդ փառատոնի մրցանակը հանձնվելու է երրորդ փառատոնի բացման արարողության ժամանակ։